Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատի եթերում դուք դիտում եք Հետհաշվարկ հաղորդաշարի հերթական թողարկումը եւ այսօրվա իմ զրուցակիցն է Ծառուկյան դաշինքի падգամավորի տեխնացու Վահե Էնֆիաջյանը, բարև ձեզ պարոն Էնֆիաջյան։ Բարի երեկո։ Ինչպես եք, ինչպես է ընթանում քարոզարշավը, գոհ եք արդյոք ընթացքից։ Շատ լավ, ընթացքից բավականաչափ գոհ ենք, տեսնում ենք, թե մեր ժողովուրդը ինչպիսի մեծ սպասելիքներ ունի հենց Ծառուկյան դաշինքից, Գագիկ Ծառուկյանից եւ մեր թիմի ներկայացուցիչներից։ Մենք հասցրել ենք ներկայացնել մեր ծրագրային դրույթները, մեր մոտեցումները այս կամ այն խնդրի հետ կապված, ինչպես ենք տեսնում եւ պատկերացնում խնդիրների լուծումը եւ մատնանշել ենք շատ կոնկրետ աղբյուրներն էլ եւ մեր տեսլականը։ Եվ տեսնում ենք, թե մեր ժողովուրդը ինչպիսի մեծ ոգևորություն ունի եւ ինչպիսի մեծ սպասելիքներ ունի հենց մեր թիմից։ Այ հաճախ նշում են, որ ժողովուրդը հիասթափված է, չի հավատում, չի վստահում ծրագրերի հանդեպ առավել եւս ով է կարդում այդ ծրագրերը, ինչ կետեր եւ այլն եւ այլն։ Բացացեք խնդրում եմ, հետաքրքրություն կա, եթե շփվում եք մարդկանց հետ այս գործընթացը։ Գիտեք ինչպես, այո, հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց հիասթափությունը այս կամ այն խնդրի վերաբերյալ դժգոհությունը ներկայացնում են եւ շատ լավ գիտակցում են այդ խնդիրները, թե ինչպիսի ուժեր կարող են լուծել եւ հենց այդ հայսը, որ մեր մեջ էլ մեծ հույս է արտնասնում, լավատեսությունն մեջ իրատեսություն կա, որ հենց մեր մեջ են տեսնում այդ փոփոխությունները արձանագրելու կամքը եւ դա էլ մեզ պարտավորեցնում է եւ մենք ուզում ենք գնալ քաղաքական մեծ կոնսոլիդացիայի, որպեսզի ունենանք բավարար քաղաքական ներկայություն խորհրդարանում, կարողանանք ձևավորել կառավարություն, երկրի քաղաքական իշխանություն ձևավորենք, որպեսզի կարողանանք մեր ծրագրերն ու մեր մոտեցումները իրականություն դարձնենք։ Իրականում այդպես էլ չէ, որ մարդիկ չեն հետևում ծրագրերին եւ մարդկանց խոսքերը միայն որպես խոսքեր են հնչում։ Մեր մասով մեր 15 կետերը, հիմնական 15 կետերը, այսպես ասեմ, որովհետև մենք բոլոր բնագավառների եւ ոլորտների հետ կապված ունենք մեր մոտեցումը, առաջարկությունը, որովհետեւ եւս ներկայացրել ենք մեր հասարակությանը, բայց հիմնականում 15 կետերն են շրջանառվել, առաջնահերթություն ունեցող այդ 15 կետերը, որոնք որ մեր հասարակության մի զգալի հատված վստահ են, որ տիրապետում է, շատ լավ գիտակցում է, թե ինչպիսի փոփոխություններ է արձանագրված այդ 15 կետերի մեջ եւ նրանք սպասում են, որպեսզի մեր թիմը կարողանա իշխանություն վերցնել եւ այդ 15 կետերը իրականություն դարձնել։ Այդ 15 կետերը մենք շեշտը դրել ենք, որ դա մեր առաջի անելիքն է լինելու։ Ընդամենը 1 ամիս անց մեր երկրի քաղաքացին շատ հստակ տեսնելու է, որ այդ 15 կետերը դառնում են իրականություն եւ դրան հաջորդելու են մնացած մեր բոլոր ծրագրերն ու գաղափարները։ Պարոն Էնֆիաջյան, չեք կարծում, որ արդեն մոտենում ենք ավարտին, քարոզարշավն ավարտվում է, պոպուլիզմի տարը կարող ենք վերլուծել ինչ որ եզրահանգման գալ, հա, գերիշխում էր այս ընթացքում։ Սա որքանով է արդյունավետ առհասարակ թե ձեր դեպքում, թե քաղաքական ուժերի մեր պարագայում ես ձեզ վստահեցնում եմ, եւս քանի որ խոսեցինք ծրագրերից եւ հենց այդ 15 կետերից, այդ 15 կետերը եւ առհասարակ մեր ծրագրերը, որոնք որ մենք ներկայացրել ենք հասարակությանը, մենք մեր երկրի լավագույն մասնագետների, տնտեսագետների, փորձագետների հետ քննարկել եւ վերլուծել ենք։ Ոչ, ի տարբերություն բոլորի, մեր նկատմամբ կա իրատեսություն, որովհետեւ մենք ոչ միայն ծրագրերն ենք ներկայացրել, մենք նաև մատնանշել ենք, թե ոնց է հնարավոր այդ խնդիրները լուծել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եթե այլ քաղաքական ուժեր կան, այո, նրանց խոսքը նմանվում է ոչ միայն պոպուլիզմի, այլ կենացների, լավատեսության, բարեմաղթանքի։ Մեր պարագայում շատ կոնկրետ մատնանշված խնդիրը իր մեջ նաև պարունակում է խնդրի լուծումը իրատեսության շրջանակներում եւ դա փաստում են մեր երկրի լավագույն մասնագետներն ու տնտեսագետները։ Սա փաստ է եւ շատ լավ գիտակցում են, որ այն բոլոր ոլորտներում, բնագավառներում, որտեղ որ ներգրավվածություն աշխատանքային ունեցել է Ծառուկյան դաշինքի հենց առաջի հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ծառուկյանը, այդ ոլորտներում մենք ունեցել ենք հաջողություն եւ բանաձևերից, ծրագրերից խոսելուց նաեւ որ գործիչն է, որ քաղաքական գործիչն է, որ առաջնորդն է խոսում, այս սա հենց ամենամեծ ազդեցությունն է թողում մեր երկրի քաղաքացու վրա, որովհետեւ լավատեսություն հաղորդելու մտքեր կարող են շատերը ասել քաղաքական գործիչները, բայց այն մարդը, որ կարողացել է մեծ հիմնարկ ձեռնարկություններ ստեղծել, ղեկավարել, կայացնել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, բնականաբար նրա խոսքի նկատմամբ վստահությունը ավելի մեծ է։ Օրինակի համար, որպեսզի ավելի փաստացի լինի մեր խոսքը, մենք ունենք պետական
գերատեսչություններ, նախարարություններ եւ տարիներ շարունակ ցավոք սրտի մենք արձանագրել ենք, որ ամենատարբեր պետական ոլորտներում մենք ունեցել ենք բացթողումներ։ Մեր երկրում եղել են ձախողումներ, եղել են ամենաանցանկալի դրսևորումները, կոռուպցիոն սկանդալներ, բյուրոկրատական քաշքշուկներ եւ մեկ ոլորտ կա, որտեղ արտահայտված մեր երկրի քաղաքացիները եւ ամբողջ աշխարհը արձանագրում է, որ սպորտի ոլորտը Հայաստանի Հանրապետությունում մեծ վերելք է ապրում։ Յուրաքանչյուր տարի բացվում են նոր սպորտ համալիրներ, վերակառուցվում են եւ այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։ Հայաստանի Հանրապետությունը ունի Եվրոպայի, աշխարհի եւ ամենակարևորը օլիմպիական ոսկի։ Սա ամենամեծ ցուցանիշն է աշխատանքի եւ աշխատանքի նկատմամբ քո մոտեցումների։ Պարոն Էֆեջյան, ընտրողին դուք ինչ եք առաջարկում, որ չի առաջարկում մեկ այլ ուժ։ Ինչով եք տարբերվում մյուսներից։ Լավ, դուք 15 կետ ունեք, մյուսը 30 ունի, մյուսը խաղաղությունա քարոզում 40, չգիտես, ինչն է տարբերությունը։ Այ հենց տարբերությունը մենք պետք է ներկայացնենք։ Ես երբևիցե այն դիրքերից հանդես չեմ եկել, որ փորձեմ քննադատել այլ քաղաքական ուժի, այլ քաղաքական ուժի ծրագրերի, սովետներն հետ բերում։ Դե դա իրենց քաղաքական հոսանքն է, նրանք իրենց ծրագրերն են մոտիկացնում, իրենց թիմն են միգուցե ներկայացնում, իրենց մոտեցումներն ու աշխատանքը։ Ես խոսում եմ մեր դաշինքից, Ծառուկյան դաշինքից, խոսում եմ մեր մոտեցումներից, մեր սկզբունքից, մեր կատարած աշխատանքից եւ կատարելիք աշխատանքից եւ մեր կադրային ներուժից։ Նրանք թող այդ հնարավորությունը ունեցել են, որպեսզի 2 օր է մնացել մեծ հաշվով այս ընթացքին, որպեսզի մարդիկ արդեն վերջնական կողմնորոշում ունենան, թե որ քաղաքական ուժին են իրենց վստահությունը տալի, որ անհատներին են նրանք ավելի շատ համակրում եւ գործուղում խորհրդարան, որովհետեւ ըստ իս եւ մեր քաղաքական ուժի ներկայացուցիչների համար խորհրդարանական գործունեությունը դա բավականին ծանրաբեռնված աշխատանք է, ծանրաբեռնված աշխատանք օրենսդիր մարմնում, քաղաքական համակարգում, որպեսզի հիմնախնդիրների մասին բարձրաձայնվի, շատ կոնկրետ մատնանշվի, օրինակներ բերվի, օրենսդրական աշխատանք տարվի, որպեսզի կարողանան խնդիրները լուծվեն։ Մեր երկրում խնդիրները բազում են եւ պետք է կամքը ունենալ, որպեսզի այդ խնդիրները լուծել։ Եվ ի վերջո այդ տարբերությունը մեր ժողովուրդն է վերջնական իր գնահատականը տալու։ Ես գիտեմ, որ մեր ծրագրերը իրատեսական են։ Ես գիտեմ, որ մեր քաղաքական թիմը կարող է իրագործել։ Մեր ժողովուրդը պետք է ինքը կողմնորոշվի, ում կգործուղի այս աշխատանքը իրականացնելու, ում գործունեությունը ավելի շատ իր համար հոգեհարազատ է եւ հավանության է տալու, նրանք էլ պետք է պարտավորություն վերցնեն։ Դուք շեշտում եք ծրագիրը, բայց չեք կարծում, որ հիմնական մրցակցությունը ծրագրերի միջև չէ։ Այ ծրագրերի ետևում կանգնած մարդկանց։ Ես իմ խոսքի սկզբում էլ ասեցի, միանշանակ ծրագրերի եւ ծրագրերի հետևում կանգնած մարդկանց, որովհետեւ մենք մեր երկրի քաղաքացին առհասարակ մեր մենտալիտետի մեջ կա այդ գործոնը շատ կոնկրետ ուրվագծված, թե ով ինչից է խոսում եւ ով իրականում ինչպիսի հնարավորություններ ունի եւ անհատից շատ մեծ կապ կա, թե ինչպես վերաբերմունք ունենա մեր երկրի քաղաքացին։ Ես հենց դրա համար էլ առանձնահատուկ ձևով առանձնացրեցի Գագիկ Ծառուկյանի ֆենոմենը եւ նրա կատարած աշխատանքը, բացոզում բազմաթիվ բացթողումների, ձախողումների կողքին, այն ոլորտները, որտեղ ինքը գործունեություն է ծավալել, շատ հստակ ակնհայտ տարբերություն կա, հաջողություններ կա եւ ձեռքբերումներ կա։ Այլ ոլորտներում դա չեն կարող արձանագրել, սա շատ կոնկրետ փաստ է եւ այդ մոտեցումներն է հենց որ մարդկանց մեջ լավատեսության բացի իրատեսություն է հաղորդում, որ մենք, մեր թիմը Ծառուկյան Գագիկի գլխավորությամբ հնարավորություն կունենա այդ փոփոխությունները իրագործել։ Պարոն Էֆեջյան, ասացեք խնդրում եմ, ինչու է Ծառուկյան դաշինքը հիմնական շեշտը դնում կենցաղային հարցերի վրա, սոցիալական քաղաքականության, այսպես ասեմ։ Բայց եկեք հասկանանք, որ եթե դու աշխատում ես քո ժողովրդի բարօրության համար, դու պետք է հաշվի առնես, թե ժողովուրդը ինչպիսի կարիքներ ունի եւ ինչ պահանջ է ձևակերպում։ Այսօր մեր ժողովուրդը բողոքում է եւ դժգոհությունն է օբյեկտիվ ներկայացնում անարդարության մթնոլորտի հետ կապված, սոցիալական դժվարությունների հետ կապված, իր կենցաղի հետ կապված, հետագայի հետ կապված։ Եվ մենք մատնանշելով կարևորագույն խնդիրները, որը օր առաջ պետք է լուծեն, հայ մարդը պետք է արժանապատիվ կյանքով եւ կենցաղով ապրի, այդ խնդիրներն ենք թիրախային դարձրել։ Դրա կողքին էլ բազում այլ հարցեր։ Սկսած արդյունաբերության ոլորտի զարգացման, ռազմաարդյունաբերության ոլորտի գերակայության մի շարք կարևորագույն հիմնահարցերի։ Ընդերքի մեր բնական պաշարների արդյունավետ օգտագործման եւ կիրառման, էլեկտրաէներգիայի սակագնի, գազի սակագնի այն հիմնահարցերի, որ մեր երկրի քաղաքացին յուրաքանչյուր օր սպառում է։ Մեր երկրի անհատ ձեռներեցը
Սահմանապակ պատասխանատվության ընկերության ներկայացուցիչը առհասարակ ձեռներես մարդը, բիզնեսմեն մարդը կարողանա նորմալ միջավայր ունենալ, որպեսզի բարիք ստեղծի, աշխատատեղեր ստեղծի։ Սա է մեր խոսքը, մեր միտքը եւ այդ 15 կետերը իր մեջ հիմնականում ամփոփող ծրագրերը։ Ում եք դիտարկում որպես ձեր ընտրազանգված էլեկտորատ, ով պետք է ձեզ ընտրի։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով որ ուզում է Հայաստանի Հանրապետությունում տեսնել փոփոխություններ։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ուզում է այդ փոփոխություններից հետո տեսնել կառուցում։ Սա է մեր ծրագրերը եւ մեր կարգախոսը պատահական չի ընտրված, որ մենք գալիս ենք փոփոխություններ իրագործելու եւ իրականացնելու։ Դրան պետք է հաջորդի կառուցման աշխատանքները։ Պարոն Էֆյաջյան, աշխատելով որպես падգամավոր տարիներ շարունակ, որևէ հետևություն արել եք արդյունավետության ձեր գործունեության մեջ։ Եթե այո, ապա ինչպիսի։ Գիտեք, ես կարծում եմ յուրաքանչյուր падգամավորի գործունեությունը ի վերջո տալիս է հենց ժողովուրդը։ Ժողովուրդն է, հատկապես այս ընտրությունների ժամանակահատվածում ժողովուրդն է քաղաքական թիմին իր մոտեցումն ու վերաբերմունքը ցույց տալի։ Իսկ որպեսզի ավելի օբյեկտիվ լինի խոսքը, ես ինքս չփորձեմ իմ գործունեության կամ իմ քաղաքական թիմի, քանի որ ես էլ այստեղ նստած, ես ներկայացնեմ ձեզ վիճակագրական տվյալներ, որը որ ավելի խոսուն կլինի։ Համեցեք։ Նույն վիճակագրական տվյալներին 5-րդ գումարման ազգային ժողովում ես պատիվ եմ ունեցել ամենաշատ գրավոր եւ բանավոր հարցերը հղել Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ նախարարներին։ Այստեղ եղել են մի շարք խնդիրներ, խնդրահարույց հարցեր, հարյուրավոր ընտանիքների, հազարավոր մեր երկրի քաղաքացիների խնդիրներ, դժգոհություններ, օբյեկտիվ, որոնք որ ես բարձրաձայնել եմ եւ մի շարք խնդիրներ պետք է արձանագրենք, որ այդ հետևողական աշխատանքի շնորհիվ մենք կարողացել ենք նաև տեղաշարժ արձանագրել, բայց խնդիրները ոչ միայն մեկ ոլորտի կամ մեկ բնագավառի խնդիրներ են, այլ առհասարակ համակարգային։ Եթե մենք խոսում ենք մեծ փոփոխություններից, պետք է համակարգային քաղաքական փոփոխություն լինի Հայաստանի Հանրապետությունում։ Այս քաղաքական փոփոխությունը, երբ որ տեղի կունենա, օր-օրի սկսելու է երկրում բան փոխվել։ Տեղաշարժվելու է դեպի դրական կողմը։ Մենք ավելի մրցունակ ենք դառնալու, ավելի կայուն ենք լինելու եւ կարողանալու ենք մեր ցանկալի արդյունքները ապահովել։ Որը կլինի ձեր առաջին քայլը վերստին հայտնվելով ազգային ժողովում, ինչ խնդիրներ կլինեն առաջնահերթ падգամավոր Վահե Էֆյաջյանի համար։ Ձեզ վստահաբար ասում եմ, առաջնահերթ հարցերը, որոնց որ ես առաջիկայում կանդրադառնամ, դա մեր ընդհանուր ծրագրային մոտեցումներն է։ Այս ծրագրերը, որոնք ներկայացրել ենք, այո, որոնք որ ներկայացրել ենք մեր ժողովրդին եւ տեսնում ենք այդ 15 կետերը եւ մեր ծրագրերը եւ մեր քաղաքական թիմը սպասված է եւ պետք է քայլ առ քայլ կարողանանք այդ փոփոխությունները իրագործել։ Մասնավորապես գործողություններ կան, որոնք որ կիսատ են մնացել, դրանք պետք է կարողանանք իրականություն դարձնել մեր երկրում։ Խոսքս գնում է իրացված տարածքների։ Երևան քաղաքում մենք ունենք մի շարք իրացված տարածքների հետ կապված խնդիրներ, թե տեղաբնակները, ովքեր որ մնացել են եւ իրենց տարածքները չի իրացվել, թե այն քաղաքացիները, ում բնակարանը, ով սեփականության իրավունքը զիջել է այս կամ այն կազմակերպությանը պետակագիր շահ ճանաչած որպես տարածք, այսօր մնացել են շատ վատ վիճակում, անհուսալի վիճակում եւ տեղաշարժը մենք կոնկրետ խնդիրների լուծման կետերը տեսնում ենք, որտեղ պետք է լուծվի, ինչ ձևով պետք է լուծվի, մատնանշում եւ այս խնդիրները վստահ են, որ լուծվելու են։ Մասնավորապես Էրեբունի վարչական շրջանում մի շարք հիմնահարցեր կան։ Նախ կենցաղում մի շարք տարական գործառույթներ կան, որ ըստ էության լավ չի կազմակերպում։ Սկսված տարական փողոցների մեր երկրի քաղաքացին օրենսդիր մարմնին ներկայացուցին կամ օրենսդիր մարմնի ընտրություններին ամեն դեպքում նա ներկայացնում է մի շարք կենցաղի հետ կապված խնդիրներ, որ եւս պետք է խորհրդարանում բարձրաձայնվի։ Եթե դուք տեսնեք Վարդաշենում, նույն Ջրաշենում, ինչպիսի կենցաղով են մարդիկ ապրում, ինչպիսի փողոցներ կա Էրեբունի վարչական շրջանում, որոնք որ ոչ ասֆալտապատ են, ոչ լուսավորված են, ինչպիսի մուտքեր կան եւ առհասարակ շիկապատուաններ եւ այս ամենի ինչի հետ կապված ինչպիսի հիասթափություն կա համատարած աշխատատեղերի բացակայություն, օր առաջ այս խնդիրների մասին պետք է հետևողական լինել, բարձրաձայնել, ոլորտի պատասխանատուների ուշադրությունը ներգրավել, նրանց կանչել, որպեսզի տեսնեն միջավայրի հետ ծանոթանան, մարդկանց խնդիրների հետ անձամբ մարդկանց հետ շփվեն, խոսեն եւ խնդիրներին լուծում տան։ Դա նրանց պարտականությունն է։ Պետական ծառայողի պարտականությունը նա չէ ծառայողական մեքենայով շքեղ
առանձնատներում կամ շքեղ աշխատասենյակներում ինչ որ մի հատ էլ քարտուղարի ունենալ եւ փորձել այդ միջավայրից ինչ որ բան Ոչ էլ падգամավորի պատմի 5 տարին մեկ նախընտրականի ժամանակ հիշի այս պետք է գան, մարդկանց մեջ մտնեն, շփվեն, դուրս գան, խնդիրները արձանագրեն։ Այո, падգամավորը պետք է շփում ունենա քաղաքացու հետ, պետք է շփում ունենա, խնդիրները լսի, խնդիրները բարձրաձայնի եւ պահանջատեր լինի։ Եվ քանի որ ես ինքս հենց այդ կերպով եմ գործունեություն ծավալել, նաեւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամենաշատ հարցերն ու հարցապնդումները ինքս եմ ներկայացրել խորհրդանում։ Ծառուկյան դաշինքին գանք, ինչ նոր բան է իր հետ այսօր խորհրդարան տանում դաշինքը, որևէ քաղաքական նոր որակ, չգիտեմ, նոր թիմ, ինչ եք տանում դες։ Նախ առհասարակ համարական փոփոխություններից հետո մեր երկրի կառավարման մոդելը նորովի մոտեցումներով է կառուցվում եւ կառուցվելու, եւ այս փուլում մենք գտնում ենք, որ նոր քաղաքական մշակույթ պետք է լինի, նոր մոտեցումներ, այն հին ընկալելիությունը մեր քաղաքացիների, անվստահությունը քաղաքական մթնոլորտում, քաղաքական գործիչների նկատմամբ, քաղաքական գործընթացների հետ կապված պետք է դրանք վերականգնել, ժողովրդի հավատը պետք է վերականգնել, իրատեսական ծրագրեր ներկայացնել եւ փորձել դրանք իրականություն դարձնել։ Դա կարող է անել միմիայն այն քաղաքական ուժը, ով կունի ժողովրդի վստահությունը, մեծ կոնսոլիդացիա եւ համապատասխանաբար քաղաքական կամք։ Մեր քաղաքական թիմում այդ մթնոլորտը կա, այդ իրավիճակը կա եւ մենք պատրաստ ենք փոփոխություններ իրականացնել եւ սկսել կառուցման աշխատանքները։ Պարոն Էֆյաջյան, ներքին խնդիրներից խոսեցինք, եթե դեմ չեք մի քանի րոպե տրամադրենք արտաքին քաղաքականությանը, օրինակ Ծառուկյան դաշինքի մոտեցումն ինչպիսին է Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ։ Դուք ինչպես եք տեսնում սրա լուծումը։ Համաձայն եք վարվող քաղաքականության հետ, թե ոչ։ Նախ առհասարակ Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք պետք է հասնենք միջազգային ճանաչման, բայց այդ ճանապարհին մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչպիսի հարևաններով ենք մենք շրջապատված եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է տնտեսապես ամուր երկիր, պետություն դառնա։ Մենք պետք է ռազմաարդյունաբերություն կարողանանք զարգացնենք։ Մենք Արցախում պետք է արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի ունենանք։ Մենք պետք է այս գործընթացում անպայմանորեն ներգրավենք Արցախի իշխանություններին։ Սա կարևորագույն գործընթացներ են։ Այս գործընթացների շնորհիվ մենք կարողանանք այս հարցը լուծել արդարացի ձևով։ Արտաքին քաղաքական գերակայություններում այ լուրջ տարաձայնություններ կա, օրինակ հանրապետականի վարած քաղաքականության եւ Ծառուկյան դաշինքի առաջ կարգավորման։ Ես քիչ առաջ էլ ասացի, ես ընդհանրապես չեմ ուզում խոսալ կամ հանրապետական կուսակցության կամ այլ քաղաքական կուսակցության։ Այսինքն հակասություն կա թե ոչ։ Մեր իհարկե, մեր ծրագրային դրույթները եթե վերցնեք համադրեք չեք տեսնի, որ ինչքան հակասություններ կան, որքան մեծ են այն հակասությունները։ Արտաքին գերակայություններում չկա։ Գուցե շատ հարցերում կա։ Բավականին մեծ տարբերություններ կա մեր մոտեցումների եւ ձեր կողմից հնչեցրած կուսակցության մոտեցումների հետ։ Եվ մեր պարագայում մենք շատ հստակ ելի եմ ասում, մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի քաղաքական ուժերի եւ քաղաքական գործիչների միջև։ Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները։ Ես չեմ քննադատելու որևէ քաղաքական ուժի, բայց եթե մեր իրականության մեջ համարում ենք, որ նախկին գործունեությունը ճիշտ է կառավարվել, նույն արտաքին վեկտորի հետ կապված, եւ ամեն ինչ լավ է ընթանում, ճիշտ է ընթանում, եւ տրամաբանական արդարացի եւ ի նպաստ հայ մարդու, հայ պետականության հարցեր են լուծվելու, ուրեմն դա նշանակում է, որ պետքա նույն կերպով շարունակվի։ Մենք գտնում ենք, որ փոփոխություններ են անհրաժեշտ։ Արտաքին քաղաքականության մեջ նույնպես բազմավեկտոր մենք գործառույթներ պետք է իրականացնենք։ Առաջի հերթին հենց տարածաշրջանային մեր խնդիրների հիմնին հարցերի հետ կապված։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է մի իրավիճակում, որ շրջապատված լինելով 4 պետությունների, երկուսի հետ ընդհանրապես որևէ փոխհարաբերություններ չունի։ Մյուսի հետ ռազմական գործողություններ եւ գիտենք ինչպիսի նաեւ զարգացումներ հնարավոր կարող են լինել եւ ինչպիսի զարգացումներ հենց անցած տարի են եղել, ընդամենը 1 տարի առաջ։ Մենք պետք է կարողանանք այն մթնոլորտը ունենանք, այն տնտեսություն ունենանք, այն քաղաքացի ունենանք, որպեսզի կարողանանք դիմակայել եւ հաղթահարել։ Մենք պետք է սպայական կազմում նույնիսկ այն պաշտոնյաները ունենանք, որոնք որ չարաշահումներ չեն իրականացնում։ Մենք պետք է զինվորներ ունենանք, որոնք պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաների նաեւ զավակները։ Այս մթնոլորտի փոփոխությունները օր առաջ պետք է լուծեն։ Մենք պետք է մեր սերունդը պետք է այս ամեն ինչին առավել ուշադիր լինի։ Մենք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանանք այս վիճակից հանել։ Ասացեք, խնդրում եմ, ով է ձեր վարչապետի տեխնացուն։
Գիտեք ինչպես հարցեր են, որոնք որ պարբերաբար փորձում են շրջանառել, մեզ ճիշտ հասկացեք, մեր քաղաքական թիմում բավարար կադրային ներուժ կա, որ ոչ թե 1 կամ 2-3 մենք վարչապետի տեխնացու էլ ունենք, երկրի նախագահի տեխնացու էլ ունենք, ազգային ժողովի նախագահի տեխնացու էլ ունենք, այնպիսի պաշտոն չկա, որին մենք հավակնորդ մարդ չունենանք։ Հասկացա։ Խորհրդարան անցակ, որտեղ եք ձեզ տեսնում պատվիրակություն հանձնաժողովներ, որ ոլորտն է ձեզ հոգեհարազատ եւ այնտեղ ձեզ կզգաք օգտակար գործողության գործակցող։ Ես կարծում եմ այս այն հարցերն է, որ օգտակարության գործակիցը ոչ միայն մենակ դու ես որոշում, այլ նաեւ թիմի ներկայացուցիչները եւ մշտապես Բարգավաճ Հայաստան խմբակցությունում եւ Ծառուկյան դաշինքում բնականաբար այդ նույն սկզբունքները փոխանցվում են, արդարացի մոտեցումներն են կարեւորում եւ շատ կարեւոր է որ յուրաքանչյուր հարց այդ սկզբունքներով էլ հենց լուծվի, որպեսզի ով ավելի հմուտ ձևով այս կամ այն բարեկամական խմբում կարող է ներգրաված լինել եւ երկրին օգուտ տալ։ Այս կամ այն միջազգային պատվիրակությունում, խորհրդարանական վեաժողովում կարող է օգտակարության գործակիցը բարձրացնել, նա էլ պետք է ներգրավի եւ ինձ համար նման գործընթացներում ներգրավելը ինքնանպատակ չէ։ Բակային հանդիպումներ, քարոզարշավի ընթացքում տարատեսակ, չգիտեմ, նույնիսկ վիրավորանքների հնչող հայտարարություններ չեն մթագնում, այստվեր չեն նետում այն ամբողջ process-ին, ինչը կոչվում ընտրական գործընթաց եւ նախընտրական process, պարոն Էֆիրաջյան։ Ցավոք սրտի նախընտրական այս ժամանակահատվածում նոր ընտրական օրենսգիրքը ինչքան էլ նորովի փորձվեց ներկայացվել, բայց այնուամենայնիվ այն ամենաանցանկալի դրսևորումները, քաշքշուկներ, դանակահարություններ, մարդկանց անձնական վիրավորանք հասցնելու այս մշակույթից զերծ չմնացինք մենք։ Սա ամենաանցանկալի մոտեցումներ, թե որպես Հայաստանի Հանրապետությունում ներկայիս քաղաքական մթնոլորտ եւ քաղաքական մշակույթ, որ արձանագրվեց, թե առհասարակ եկեք ճիշտ էլ հասկանանք, որ նույն թշնամի պետությունները նման դրսևորումներով ուրախանում են եւ իրենց լրատվամիջոցներով իրենց ժողովրդին ներկայացնում են, թե ինչպիսի մթնոլորտ է Հայաստանի Հանրապետությունում տիրում։ Մենք պետք է բավարար կամք ունենանք եւ ճիշտ հասկանանք յուրաքանչյուր նման ոտնձգություն եւ դրսևորում ի վերջո իշխանությունների պատասխանատվության տակ է մնում։ Այդ ամենաանցանկալի դրսևորումներն ու մոտեցումները։ Իսկ բակային հանդիպումների հետ կապված պետք է մեծ ողջավորությամբ ասեմ, որ բազմաթիվ 1 տասնյակից ավել բակային հանդիպումներ եմ ունեցել, հիմնականում Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ եւ տեսել եմ ինչպիսի մեծ ողջավորությամբ են մեր երկրի քաղաքացիները ընդունում ինձ եւ Ծառուկյան դաշինքի կողմից վարվող քաղաքականությունը։ Եվ դա ուզում եմ ասել, որ ինձ համար, մեր քաղաքական թիմի համար պարտավորեցնող է, որպեսզի այդ ուղղությամբ ավելի արդյունավետ աշխատել։ Վերջին հարցս, փոքրի շատ է, բոլորն էլ առաջարկում են իրենց մոտեցումները, իրենց տեսլականը երկրի զարգացման։ Ասացեք, խնդրում եմ, ինչով եք հենց դուք առավել արժանի ստանալու քաղաքացու քվեն եւ մտնելու խորհրդարան։ Որովհետեւ նախկինից սկսած բազմաթիվ խնդիրներ մենք մատնանշել ենք նույն կառավարության ներկայացուցիչներին, որ ինչ փոփոխությունները պետք իրագործել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ոտքի կանգնի, սոցիալական վիճակը մեղմվի, կայունանա եւ զարգանա։ Ցավոք սրտի ականջալուր չեն եղել շատ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դրա համար էլ ունենք այն, ինչ որ ունենք։ Մենք իրատեսական ծրագիր ենք ներկայացնում, իրատեսական մոտեցումներ, մատնանշում ենք կոնկրետ խնդիրները եւ դրանց լուծման ճանապարհները։ Ունենք բավարար քաղաքական կամք, մեր համար անհրաժեշտ է մեծ կոնսոլիդացիա ունենալու պարագայում ես ընդամենը մեկ բան եմ հրապարակավ ասում եւ ներկայացնում. հավատացեք, վստահեք եւ պահանջեք։ Շնորհակալություն։ Ձեզանից եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք հետ հաշվարկը, հետ հաշվարկում այսօր ես զրուցում եի Ծառուկյան դաշինքի падգամավորի տեխնացու Վահե Էֆիրաջյանի հետ։ Շնորհակալ ենք ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։